կերակրներ քաղցր խոսքի շատ Ինչ է նշանակում։ Ահա Սոխտը արման զաշտ ուսպահան Այստեղ մեզ ասեցին, որ մոտենում ենք հայկական թաղամասին, հա։ Մերն է, այսպես մեր թաղամասն է, արդեն մեջն ենք, Ահա։ Ասեցին, որ այստեղ առավել անվտանգ է, հատկապես երեխաների համար։ Երեխաների համար ընդհանրապես նորմալ մարդիկ են, նորմալ մասա է հավաքված այստեղ։ Այ բնակչությունն ավելի շատ է եւ մենք էլ այո, որտեղ որ մենք ենք կանգ առել, նույնպես հայկական հյուրանոց է եւ հյուրանոցի տերերն էլ հայ մշակույթը սրբորեն պահպանող մարդիկ են ու միասին այսօր ամանոր ենք նշելու։ Մեզ հիմա այստեղ սպասում են, որպեսզի գնանք գեղեցկության սրահ պատրաստվելու ամանորը նշելու համար։ Տիկին Սոնիկն ինձ սպասում է, որ գնանք գեղեցկանալու, տոնենք նշելու միասին հայկական համայնքի հետ։ Հիմա գնում ենք հայ Վարշավի մոտ, ասում են Marita. Ահա Marita Beauty Salon. Այո, Իսպահանի լավագույն վարսավիրներից մեկն է, հայուհի։ Կարող եմ ասեմ ամենալավը։ Այո, Շատ մասնագիտացված է եւ ներկի եւ կտրվածքների մազի տեղացիներն են շատ օգտվում, թե հայերը։ եւ հայերը եւ տեղացիները Մենք հիմա շնչակտուր ենք խոսում, քանի որ շտապում ենք, ուշացել ենք, շատ երկար շրջեցինք քաղաքում։ ներեք yarma շատ հայտնի բան է։ Իսկ այստեղ առհասարակ շատ են օգտվում, ընդհանրապես կա մշակույթը հաճախ այցելել, գեղեցկության սրահներ։ Այո, դա բնականաբար հատկապես ավելի ի վիճակի կանանց դեպքում Այո, իսկ կանոնավոր ամսական նույն բարբերականության տարբեր Տիկին Սոնիկ գնում ենք, էսի օրանջ փողոցը ջուղայի փողոցներից է։ Այո։ Ինչպես տեսնում եք ոլոր-մոլոր է, մեծ առուներով ահա, եւ սալահատակ։ Սա պաշտական ձմեռնամուտի բանն է, խորհրդանիշն է, յալդայա կոչվում։ ահա, իրանական ձմեռնամուտի խորհրդանիշ, Ձմռան, այսինքն տարվա ամենաերկար գիշերն է, այո, ամսի 22-ը, պարսկական ամսով 30 ազար։ ահա, Եվ նոր կարմիր գույնը խորհրդանիշն է։ Մի ամսին դրաման։ այստեղ արդեն տոնական տրամադրությունների կարող ենք տեսնել։ Իշոն խանումը արուսիակ հաստան, ֆաղատ արուսիակ հոխիկ յան։ چقدر میخواین هزینه کنن؟ ازشون بپرس. Հա, ախը չէ ջուրի Not face, just Yeah. No problem. Schematik. վերջին շտրիխներն են, ավարտում ենք։ Շնորհակալություն, merci։ You're welcome. Nice Thank to you. meet you. And enjoy your night. Այստեղ ժամանակավոր քարտ են տվել, հարմար է օգտվել, քանի որ այստեղ դրամը իրենց գումարը արժե զրկված է եւ թղթադրամով վճարում կատարելը հարմար չէ, քանի որ պատկերացրեք մի քանի միլիոն արժի ցանկացած չգիտեմ սպասարկում եւ ցանկացած գնում, դրա համար քարտով շատ հարմար է։ Հակառակ դեպքում պատկերացրեք տասնյակ թղթադրամներ մեծ քանակությամբ կապոցով պետք է վճարել ցանկացած ծառայության համար։ Տիկին Սոնիկ հայոց դպրոցի տղաների բաժանմունքն է։ նամուտքն է։ Ահա։ Այսինքն ինչպես եւ տեղացիները ընդհանրապես այստեղ կարգին համաձայն այո, մանկապարտեզից սկսած Չէ 17-րդ։ տղաներն ու աղջիկները առանձին են։ Ոչ առանձին չեն այլևս։
բայց ուղղակի այս մասը կոչվում է հայ տղաների դպրոցի հետնամուկ նույն տարածքում։ Այսինքն հիմա ուսումնառությունը երկու սեռի համար միասին է։ Այո, մեզ մոտ հայերից մոտ այս ուղղակի։ Բայց պարսիկները շարունակում են առանձին։ Այո, նայ։ Գողտրիկ բակերով։ Այս շատ հին թաղամաս է նաև։ Հիմա կմոտենանք հայոց մանկապարտեզ նախակրթարանը։ Սա էլ հայկական մանկապարտեզի Նախակրթարանը։ այո, մուտքը։ Ինչպես Տիկին Սոնիկն ասաց, հայերը վերջին շրջանում արդեն միասին են տղաներն ու աղջիկները, իսկ պարսիկները դե բնականաբար գիտեք առանձին են։ Այսինքն որոշակի տարիքից սկսած արդեն ուսումնառությունը առանձին ունենալ։ Դասարան չէր կազմվի, ուրեմն իշխանությունները համաձայնվեցին, որ դասարանները լինեն մեկտեղ։ Սկացա։ Այսինքն աղջիկները եւ տղաները մեկ դասարան են նստում։ Հետաքրքիր միջավայր է, այստեղ հին ոճով, իդեպ ճարտարապետին էլ ենք այսօր տեսել, ծանոթացել ենք, շատ հետաքրքիր ոճ է, շատ գողտրիկ, այդպես թաղամասի տեսքով է հյուրանոցն ամբողջությամբ։ Իհարկե այստեղ Իրանում դեռ Թեհրանից սկսած ոչ միտեղ չկա տոնական ձևավորում, քանի որ պարզ է ամանորն ու Սուրբ Ծնունդը քրիստոնյաների տոներն են, բայց հայկական թաղամասերում, հայկական տարածքներում իհարկե եւ ձևավորումը կա եւ նախատոնական շունչը կա, ինչպես հայերին պատկանող այս գողտրիկ հյուրանոցում։ Ասեմ, որ հյուրանոցի հիմնադիրները շատ հայրենասեր մարդիկ են ու բարբերաբար հայանպաստ գործունեություն են իրականացնում եւ ընդհանրապես այստեղ հայ համայնքը բավականին ակտիվ է։ Տարաբնույթ ուխտագնացություններ են կազմակերպվում, հայկական սրբավայրեր ու տեղի իշխանությունը նույնպես պետք է անպայման նշել, շատ ուշադիր ու շատ խնամքով է վերաբերում հայկական եկեղեցիներին եւ ընդհանրապես հայերի մշակույթի հետ կապված ցանկացած դրսևորման։ Անգամ որքան էլ զարմանալի է, նախորդ անգամ Թադեի վանք էինք այցելել, հարյուրավոր կիլոմետրեր այստեղից հեռու։ Երկրում այդ օրերին սգո օրեր էին ու ուխտագնացություն էին իրանցիները, պարսիկները կազմակերպել դեպի հայկական եկեղեցի Թադեի վանք, այնտեղ որքան էլ որ հիմա զարմանալի թվա, մոմ էին վառում հայկական եկեղեցում, դա տուրք է հայկական մշակույթին նաև։ Համարներն այսպիսի գեղեցիկ անուններ ունեն, տեսեք, Ծիրանի, Նռենի, մեր համարը Ծովինար եւ Կամար, ու անունները պատահական չեն ընտրված, յուրաքանչյուրը որևէ կերպ արտացոլում է համարի առանձնահատկությունը։ Օրինակ, ինչպես Տիկին Սոնիկը հյուրանոցի հիմնադիրներից մեկը նշեց, Ծովինար անունն ընտրել է շատ պատահական, երբ համարը պատրաստ լինելուց հետո պատուհանից գեղեցիկ կապույտ երկինքն է տեսել ու նմանեցրել է Վանա ծովին այդ գեղեցիկ գույնը, հետևաբար միտքն է առաջացել անմիջապես համարը անվանել Ծովինար։ Ես վերադառնամ մեր գողտրիկ համարը պատրաստվելու, իսկ դուք շարունակությանը հետևեք։